Երբեմն մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են մարդիկ մեր շուրջը աղտոտում հանրային տարածքները, աղբնետում հատակին, փողոցում, այգում, ծխախոտի մնացորդները նետում խոտերի մեջ, նույնիսկ այգում, որտեղ երեխաներն են խաղում, կամ որ ավելի վատ, ավելի մեծ աղբ թողնում կամ թափում փողոցում։ Փոքր մանր խախտումներ անում մեքենավարելիս եւ նման էլի ինչ-որ բաներ։ Եվ հաճախ մենք կարող ենք նաեւ նույն մարդկանցից լսել, որ դե լավ, հիմա փոքր բան է դա, ինչ կլինի, որ աշխարհը շուրջ չի գա, կամ որ կարող ենք լսել մարդիկ կարող են նման դեպքերում ասեն, դե հիմա ինչն է օրենքով ճիշտ աշխատում, որ այդպես է, կամ ով է օրենք պահում, որ ես պահեմ, հատկապես տենց մատնանշելով կամ ակնարկ անելով իշխանություններին, քաղաքային եւ այլն, ինչևէ, ամենայն դեպս նման վարքատեսակի հետ կապված կա մի հատ շատ հետաքրքիր տեսություն։ Ջեյմս Ուիլսոնի եւ Ջորջ Քելինգի կոտրած պատուհանների տեսությունն է, համաձայն որի մանր, այսպես անվնաս կամ անմեղ թվացող խախտումները հող են նախապատրաստում, պարարտ հող են ավելի լուրջ հանցագործությունների համար։ Այսինքն օրինակ, աղբը նետելը փողոցում, այսպես մանր իրավախախտումներ անելը մեքենա վարելիս, պատուհանները կոտրելը, ապակիները կոտրելը շենքերում, ինչ որ հասարակական վայրերում կամ նույնիսկ ինչ որ բաներ արգելված վայրերում գրաֆիթիներ նկարել եւ այլն, այդ ամենը հող են պատրաստում նրա համար, որ մարդիկ ավելի վատ ու ծանր հանցագործություններ անել։ Ինչու համար է այս տպավորությունը, որովհետեւ նման դեպքերում տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ, որ կամ իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը, կամ ամեն ինչ թույլատրելի է։ Եվ այս տեսության վրա հիմնվելով շատ քաղաքներում ժամանակին փորձեցին որոշակի խիստ միջոցներ ձեռնարկել նման մանր իրավախախտումների համար եւ ստատիստիկան վիճակագրությունը ցույց տվեց, որ դա աշխատում է լավ իմաստով։ Այսպես, օրինակ Նյու Յորքի քաղաքապետ Ջուլիանին ժամանակին փորձեց շատ խիստ մոտեցում ցուցաբերել եւ շատ խիստ պատիժներ սահմանել առաջին հերթին ֆինանսական, ադմինիստրատիվ այն մարդկանց համար, ովքեր որ հենց գրաֆիթիներ էին նկարում հանրային վայրերում, որտեղ արգելված էր դա, աղն էին գցում հատակին կամ մեքենաները լուսավորի տակ կանգնած ժամանակ ապակիները մաքրում են եւ անպայման փող էին պահանջում նմանատիպ փոքր անմեղ թվացող խախտումների համար Ջուլիանին սահմանեց շատ խիստ պատիժ եւ ամիսներ անց վիճակագրությունը ցույց տվեց, որ մի քանի անգամ ընդհանուր ավելի ծանր հանցագործությունների թիվը նվազել է։